Ես, ինչպես դուք, միշտ հիմնվում եմ կողքի երկրների լրատվականներից, եթե ուզում եմ Հայաստանի մասին ինչ-որ ինֆորմացիա ունենամ, դա պատահական չէր, նաև որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Տրամպի ադմինիստրացիայից, որ հարցրեցին հետախուզության, ինչ ինֆորմացիա եք դուք ստանում Հայաստանում, ինչ ունեք, նա ասաց մեզ այնտեղ բան պետք չի, մենք Թուրքիայից ենք իմանում, այսինքն Թուրքիայի Այսինքն զավթել է Թուրքիան, մեր ԱԱԾ-ն Թուրքիայի ձեռքի տակ է, այդպես։ Բայց ինչի մենակ ԱԱԾ-ն, կառավարությունը, գործադիր, բոլոր, այսինքն սկսած վարչապետի աթոռից մեր երկրի մասին Թուրքիան ինֆորմացիա է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հիմա սրանք կասեն մեր հակահետախուզությունը լավ աշխատում, որ մենք լրտեսներ չունենք, չէ, հակառակը, բոլորը աշխատում եք Թուրքիայի հետախուզության վրա։ Այո, մենք նույնիսկ գիտենք պաշտոնյա ունենք, որ օֆիցիալ միջև հիմա պաշտոնա զբաղեցնում, չգիտենք ինչի, են էլ արտաքին գործերի, որ նույնիսկ ինքնախոստովանություն կար, որ համագործակցել է, այո։ Հիմա իրոք շատ վատ նորություններ ենք մենք կարդում, բայց դա իրականությունն է, իմ անձնական կարծիքը, որ այո, եթե մենք Հայաստանի մասին ուզում ենք ինչ-որ ինֆորմացիա ունենանք, դա չպետք է հմեկից իմանանք, այլ պետք է իմանանք Ադրբեջանի կամ Թուրքիայի լրատվամիջոցներից։ Այսօր էլ Թուրքիան հայտարարեց քիչ առաջ, որ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքեք, սահմանի բացման մասին խոսք չի կարող լինել, դա հենց գալիս է ընտրություններից առաջ, որ ՔՊ-ն փորձելու էր ասեր սահմանը բացեցինք, գերեք խմեք քեֆ արեք, առևտուր արեք։ Այսինքն Սորենի թեման պայթեց դրանով արդեն։ Այո։ Ինչպես որ նշում էին։ Մսկիթներ կլինեն, մսկիթ, այո, կկառուցեն, ինչի՞ չէ։ Քանի ես մեր ազգը սենց հանդուրժողական պահանջատիրությունից զրկված, վախի միջավայրում, այս բռնապետության միջավայրում է գտնվում, ժամանակավոր միգուցե կառուցեն կամ ինչ-որ մի շենքը վերափոխեն մսկիթի։ Ձեզ ինչ է թվում Արցախի ներկայացուցիչները ինչ են ուզում հանեն։ Այո, ուզում են շենքը կարծեմ արդեն իսկ ներկայացվել է, չէ՞, գործ է հարցը, որ պետականացներ շենք, վերցնեն իրենց։ Այդ շենքը համարվել է ՍՍՀ-ի տարիներին ադրբեջանական թատրոնի շենք եւ նրանք արդեն խոստացել են, որ այդ շենքում էլի ադրբեջանական թատրոնն է լինելու։ Այնտեղ հասցեի մեջ փոփոխություն են մտցրել, հենց այդ հասցեով ա եղել, մի հատ ԱԲ են ավելացրել, որ ժողովրդին դնեն մոլորության մեջ, այո, բայց այդ շենքը խոսք է տվեցվել, որ լինելու է ադրբեջանական դրամատիկական թատրոնը։ Մսկիթները կկառուցեն, ինչ չեն կառուցել, կարող է հենց կինոռասյան մսկիթ դառնա, կարող է, ով է իմանում։ Իսկ այդ փախստականներին բերելը դա նրանք փորձելու են 26 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի առաջ իրենց քվեներ տվող լինի, հա։ Այո, քանի որ նրանք հաստատ գիտեն, որ մեծ թիվ այդ 700,000, որ նրանք անցել էին, ուղիղ կեսը չի լինելու, հիմա փորձելու են մի ձև համալրել։